F-net-ն առաջարկում է կայուն ինտերնետ, խելացի դոմոֆոն, F-time ժամանցի հարթակ, անվտանգության համակարգեր։ Զանգահարիր 8988 կամ այցելիր fnet.am։ Այսօր 2026 թվականի մայիսի 20-ն է, Հայաստանի Հանրապետությունում տիրում է խառը իրավիճակ, ոմանք զբաղված են ընտրական քարոզարշավներով, ոմանք էլ պատրաստվում են հրաժեշտ տալ դպրոցին։ Իսկ ես կտրվել եմ այդ թոհուբոհից, այդ եռուզեռից ու ուզում եմ մեկ օր անցկացնել Արարատի մարզի Վեդի համայնքի Նորուղի բնակավայրում։ Աշոտ, նայ աշխարհի ամենաարագ ինտերնետ կապը հասանելի է նաև Նոր ուղի բնակավայրում։ Խոսքը F-net-ի մասին է, սիրելիներս։ Հաղորդաշարի գործընկերն է Emily Farm դեղատների ցանցը։ Եթե ձեզ անհրաժեշտ է շտապ դեղորայք, զանգահարեք նշված հեռախոսահամարով եւ կանեն առաքում։ Աշոտ, դու որ թվականին ես դպրոց ավարտել։ 2020 թվականին, հա, ճիշտ է։ 2020-ին մեր Աշոտ ավարտեց դպրոցը, գնաց զինված ուժերում ծառայության ու մասնակցեց 44 օրյա պատերազմին։ Մի խոսքով հերոս օպերատոր ունենք մենք, Աշոտով հպարտանում ենք։ Աշոտ, առիթից օգտվեմ, ասեմ, ես էլ 2014 թվականին եմ ավարտել Մովսեսի միջնակարգ դպրոցը, արդեն անցել է 12 տարի ու շատ եմ կարոտում իմ դասընկերներին, ուսուցիչներին, ամեն անգամ երբ Մովսես եմ գնում, պարտադիր այցելում եմ հայոց լեզվի գրականության ուսուցչուհի ընկեր Պապյանին, ինքը ինձ միշտ ասում էր Արևիկ, քեզ սազում է հաղորդավարի մասնագիտությունը, որովհետև անգիրները շատ լավ էի սովորում, գրականությունը շատ էի սիրում, այդպես ընկեր Պապյանը ինձ հույս էր տալիս, ես էլ մանուկ հասակից որոշեցի, չէ, ընկեր Պապյանը ճիշտ է ասում, պետք է անպայման ես լրագրող դառնամ, որ իմ Մովսես գյուղի պատիվը բարձր պահեմ, 2 օրից Հայաստանի բոլոր միջնակարգ դպրոցներում կհնչի վերջին զանգը։ Մեր շրջանավարտներին մաղթում ենք, ինչ ենք մաղթում Աշոտ, ինչ ենք մաղթում մեր շրջանավարտներին։ Այո, մեր շրջանավարտներին մաղթում ենք կանաչ ճանապարհ, բարի երթ, իրենց ճանապարհին միշտ վարդեր բացվեն, կյանքը արևոտ լինի, ինչքան էլ որ անպամած օրեր ունենան, դրանից չնեղվեն, որովհետև միշտ էլ արևը բացվելու է։ Աշոտ, այժմ առաջարկում եմ գնանք Նոր ուղու միջնակարգ դպրոց եւ տեսնենք ինչ կա չկա այստեղ։ Ընկեր Թունյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ձեր դպրոցը շատ եմ սիրում։ Հաճելի է լսել, ջերմ խոսքերը միշտ հաճույքով ենք լսում։ 2 անգամ կհիշեք, ռեպորտաժ ենք պատրաստել։ Այո, շատ հրաշալի ռեպորտաժներ էր, մեր դպրոցի անունը, հարգանքը բարձր է պահվել ձեր նաև ռեպորտաժների օգնությամբ։ Շնորհակալություն։ Ճիշտ է, ես չեմ պատրաստել, Սիլվան էր պատրաստել։ Բայց միևնույնն է նույն թիմն է աշխատում, թիմային աշխատանք էր։ Շնորհակալություն։ Ձեզնից էլ ենք շնորհակալ ու հատկապես ձեր դպրոցի գիտեք, որ անկյունն եմ շատ սիրում, Արսենի նկարի հատվածը։ Այո, Մարտիրոս Սարյանի նկարը, որ Արսենը նկարել էր 7-րդ դասարանում։ Արսենի պես տաղանդավոր երեխաներ շատ ունենք, որոնք մեզ զարմացնում են թե իրենց կերպարվեստի նկատմամբ ունեցած սիրով, թե երաժշտության նկատմամբ ունեցած սիրով, թե ընդհանրապես այլ առարկաների նկատմամբ ունեցած սիրով։ Ընկեր Թունյան, ուզում եմ մեզ մի փոքր պատմեք դպրոցի մասին, թե շենքը որ թվականին է կառուցվել։ Սիրով, դպրոցը կառուցվել է 1975 թվականին, կարծում ենք, որ մենք այն դպրոցների շարքին ենք, որ ի վերջո կենթարկվի հիմնանորոգման եւ դրված է պետության այդ կարևոր ծրագրի մեջ, չնայած այդ ամենին, համենայն դեպս դպրոցը հարմարավետ է։ Մենք ունենք համապատասխան դասասենյակներ, համակարգչային դասասենյակ, սպորտ դահլիճ, սպորտ հրապարակ,
ունենք հանդիսությունների սրահ, ունենք լավ ձևավորված լաբորատորիա, այնպես որ համենայն դեպս մեր գործը դժվար չէ։ Մենք կարողանում ենք շատ գեղեցիկ, հարմարավետ ձևով անցկացնել դասապրոցեսը։ Դպրոցում քանի աշակերտ ունեք։ Այս պահին դպրոցում սովորում են 170 աշակերտ, դպրոցը սպասարկում է 2 բնակավայրերին՝ Նորուհու եւ Գինևետ բնակավայրերին։ Մենք Վեդի համայնքի 2 փոքր բնակավայրեր են, ուրեմն ունենք 12-րդ դասանը ավարտող 5 շրջանավարտներ, նրանք այս պահին պատրաստվում են իրենց վերջին դասի արարողությանը, դուք ես սիրով ձեզ հրավիրում եմ պատտվելու դպրոցում եւ տեսնելու, թե ինչպես են աշակերտները պատրաստվում իրենց դասին, ինչպես նաեւ տեսնելու մեր աշակերտների ձեռքի աշխատանքները, տեսնել այն թեմատիկ անկյունները, որոնք պատրաստվել են մեր աշակերտների ջանքերով։ Բարև Գոր։ Բարև ձեզ։ Ո՞նց ես։ Նորմալ, դուք ո՞նց եք։ Լավ։ Բարև Շողեր։ Լավ ես։ Գոր ջան, մենք եկել ենք բացահայտենք նոր ուղի բնակավայրը ու չէին կարող անտարբեր անցնել դպրոցի կողքով։ Դու ներկայացնում ես Շողերի հետ միասին 12-րդ դասարանը։ 12-րդ դասարանը, այո։ Դասային 3 հոգի նորուղուց է, 2-ը Գինևետից։ 12 տարի այս դպրոցում ես սովորել։ Այո, 12 տարի այստեղ եմ սովորում։ Ահա, հիմա ավարտում ես 2 օր մնաց ընդամենը դպրոցական կյանքին, դա լավ է թե վատ է քո համար։ Որոշակով կարող ենք ասել, որ լավ է, բայց իհարկե կկարոտենք, կհիշենք, հիշողությունները մնում են։ Իսկ ինչ ես անել ուսումը, որտեղ ես շարունակելու։ Բժշկական համալսարան եմ ընդունվում, այնտեղ պետք է շարունակեմ, ռազմաբժշկական ֆակուլտետ։ Ընդունվել ես արդեն։ Քննություն է տվել եմ արդեն, կարելի ասել, որ ընդունվել եմ։ Բրավո, շնորհավորում ենք։ Շնորհակալ եմ։ Ծառայության գնալու ես, թե ընդունվելով այլևս ծառայության չեմ գնում։ Հենց դա ծառայություն է համարվում, էլի։ վճռական որոշեցիր, որ ես պետք է ռազմական բժիշկ դառնամ։ Բժշկություն էի որոշել, որ ընտրեի, ռազմաբժշկականը վերջերս եմ որոշել, որ հենց այս ֆակուլտետ պետք է ընդունվեմ։ Շատ լավ ես արել, դե ինձ ասա տեսնեմ ինչպես եք պատրաստվում վերջի զանգին։ Փորձեր։ Համարյա ամեն օր գալիս ենք դպրոց փորձերի համար ու պատրաստում ենք, ինձ թվում է լավ կլինի, հետաքրքիր վերջի զանգ ունենանք։ Միշտ եք դասարանում եղել 5 հոգի, թե տարի պակասել եք։ Դասանում սկզբում 12 հոգի էինք, բայց 9-րդ դասանից դուրս եկան դպրոցից, քոլեջներ, սկսեցին քոլեջում սովորել, շարունակել։ Դասանում հիմա մնացել ենք 5 հոգի։ Եվ ամենաշատը ում ես կարոտելու։ Դե առանձնահատուկ չեմ կարող ասել, բոլորին էլ հաստատ կարոտելու եմ, բոլորի հետ կապված էլ ունեմ հիշողություններ, առանձնահատուկ կանոններ չեմ կարող ասել։ Կապը պահելու ես դասընկերների հետ, ուսուցիչների, դասղեկի։ Իհարկե, բոլորի հետ էլ կփորձեմ կապ պահել։ Իսկ դպրոց այցելելու ես, թե ասելու ես ինչ լավ է վերջապես։ Կփորձեմ, եթե ժամանակ ունեցակ այցելեմ։ Չմոռանաք դպրոցը։ Գոր ջան, դպրոցում ուզում եմ իմանալ կյանքին վերաբերող ինչ խորհուրդներ ես ստացել ուսուցիչներից, տնօրենից, դասղեկից, որոնք քեզ միշտ ուղեկցելու են քո կյանքի ընթացքում։ Բոլոր ուսուցիչներն էլ մեծ ներգրավվածություն են ունեցել բոլորիս կյանքում, այս շրջանում մեծ ներդրում են ունեցել ու այդ չեն կարող մոռանանք, այդ անհնար է մոռանալը, ստեղ ենք հենց սովորել շփումը, համախմբված լինելը, ընկերությունը, ամեն ինչի հիմքը կարող ասենք, որ դպրոցն է համարվում ու մեր դպրոցը հենց այդ ամեն ինչը մեզ տվել է։ Ասեմ, որ դպրոցից հետո նոր կյանք է սպասվում ձեզ շրջանավարտներիդ ու այդ կյանքը բավականին դժվար է լինելու, հեշտ չի լինելու։ Մի ուրախացեք, որ դպրոցը վերջապես ավարտեցիք, որովհետև խոչընդոտներով լի ճանապարհ ունեք անցնելու։ Բայց ես միշտ սիրում եմ ասել, ինչ մասնագիտության տերել որ դառնաք, միշտ մարդ կմնաք, որովհետև մարդ լինելը դա ամենամեծ արժեք ունեցող մասնագիտությունն է։ Այո, համաձայն եմ։ Շողեր, դպրոցում դու լավ ես սովորել։ Հա, լավ եմ սովորել։ Ամենաշատը որ առարկաներ էիր սիրում։ Կեսապ, քիմիա, մսկուտ, մեկը մանդը։ Ուրախ ես, որ ավարտելու ես դպրոցը 2 օրից։
Այո։ Այո։ Ահա։ Ինչ ես ուզում դառնաս։ Խաղար։ Խոհարար։ Հա։ Հա, համով ես պատրաստում։ Հա։ Տանը մայրիկին օգնում ես խոհանոցում։ Այո, կամայքս։ Շողեր մի հարցել, այ որ արդեն էլ դպրոց չգաս։ Դպրոցը ավարտես, գնաս տուն, արդեն սկսես մասնագիտությամբ զբաղվել, ամենաշատը ում ես կարոտելու։ Ընկերներս։ Ընկերներին, էլու, տնորենին, Դուրենին եւ ընկերներս։ ապրես դու։ Ես ուզում եմ ձեր առանձնահատուկ ուշադրությունը հրավիրել այս հետաքրքիր աշխատանքի վրա, որը էլի մեր երեխաների ձեռքի աշխատանքն է։ Տեսնում եք Նոյան տապանը, պատրաստված մեր աշակերտների ջանքերով, իրենց ուսուցչուհու, տեխնոլոգիա ուսուցչուհու հետ, ուրեմն որպեսզի այս անկյունը այդպես խորհրդանշական լինի, երեխաները ցանկացան այս պատին ունենալ Այվազովսկու Նոյը իջնում է Արարատից կտավը, որովհետև երբ որ Այվազովսկուն հարցնում են ինչպես կբնութագրի Հայաստանը, ասում են նայեք, թե Նոյը ինչպես է իջնում Արարատից։ Դա արդեն Հայաստանն է։ Արև ջան, ես ուզում եմ անպայման ձեզ ծանոթացնել այս անկյան հետ։ Մենք անտարբեր չենք կարող անցնել այս հատվածով, ուրեմն անկյունը պատրաստված է հիշատակ մեր շրջանավարտների, ովքեր մասնակցել են Արցախյան գոյամարտին 90-ական թվականներին, քառօրյա պատերազմին, 44-օրյա պատերազմին։ Ցանկացած միջոցառում սկսելուց առաջ մենք պարտադիր հիշատակում ենք մեր հերոսների անունները, մեր այն շրջանավարտների անունները, որոնց կյանքի գնով մենք հասել ենք այս խաղաղությանը։ Ես ուզում եմ մեկ առ մեկ ընթերցել այդ հերոսների անունները, ովքեր մեր շրջանավարտներն են եղել։ Սամվել Վարդանի Գևորգյան, Կարեն Մանուկի Հունանյան, Յուրա Աշոտի Գաբրիելյան, Նարեկ Արթուրի Խաչատրյան, Արման Մանուկի Զաքարյան, Մնացական Գեղամի Խաչատրյան, Արթուր Արմենի Սահակյան։ Յուրաքանչյուր տղայի անվամբ մենք ունենք դասասենյակներ, համակարգչային սենյակ, որտեղ պահվում է այս երեխաների աշխատանքները, հագուստից հատվածներ, իրենց պատվոգրերը, իրենց հուշանվերները։ Դուք եթե տեսնեք սրահի աչանկյունում կոնկրետ Մնացական Խաչատրյանի համազգեստն է, իր պատվոգրերը եւ սպայական այլ փաստաթղթերը։ Տեսնում եմ այստեղ Սամվել Վարդանի Գևորգյանի Սամվել Վարդանի Գևորգյանի անվամբ անվանակոչվել է մեր շախմատի դասասենյակը, մեր աչանկյունում, այո, Սամվելի անվան սենյակն է, ձախ հատվածում հանդիսությունների սրահը կոչված է մեր Արթուր Սահակյանի անունով, համակարգչային սենյակը մեր Նարեկ Խաչատրյանի անունով, դասասենյակ ունենք, որ անվանակոչված է Յուրա Գաբրիելյանի անունով, այսպես բոլոր տղաների անունով մենք ունենք դասասենյակ։ Շնորհակալ ենք ձեզնից, որովհետև այդ կերպ մեր հերոսների հիշատակը դպրոցում վառ է պահվում։ Այո, վառ է պահվում հիշատակը։ Դուք այստեղ տեսնում եք բնագիտական լաբորատորիային համապատասխանող գույքը, որը նախարարության ամենալավագույն նախաձեռնություններից մեկն էր, երբ որ նպատակ էր դրել նախարարությունը Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցները վերազինել բնագիտական գույքով, սարքավորումներով։ Երբ եք ստացել գույքը։ Գույքը մենք նոյեմբեր ամսին ենք ստացել եւ պատկերացրեք, որ այս մի քանի ամիսների ընթացքում այնքան մեծ ակտիվություն է նկատվել երեխաների շրջանում եւ կարող եմ վստահորեն ասել, որ բնագիտական առարկաների մակարդակը, ուսման կրթական մակարդակը բավականին բարձրացել է այս մի քանի ամիսների ընթացքում։ 4-րդ դասանի աշակերտները մի հետաքրքիր փորձ էին նախաձեռնել հրաբուխի ստացումը եւ ինչ ոգևորվածությամբ եւ մոտիվացիայով երեխաները կատարեցին այդ փորձը։ Բարև։ Բարդես։ Ո՞նց ես։ Լավ, դուք ինչպես եք։ Լավ, արի ծանոթանանք։ Արայիկն եմ ես։ Ես էլ Արևիկը։ Հաճելի է։ Արայիկ, քանի տարեկան ես։ 10 տարեկան։ Որ դասարան ես փոխադրվելու։ 5-րդ։ 5-րդ դասարան։ Լավա, որ արդեն ամառային արձակուրդները կսկսվեն, հա։ Այո։ Ինչով է լավ։ Կարանք ամեն օր գանք խաղանք։ Բա հետո գիրք չեք կարդալու ամառվա ընթացքում։ Կարդալու ենք։ Էլի ենք դասեր սովորելու, բայց ամենաշատը գալու ենք խաղանք։ Ինչ եք խաղալ ֆուտբոլ։
Ահա։ Իսկ որտեղ ես նախընտրում հանգստանալ։ Եղեգնաձորում։ Արայիկ, ինձ նորուղու մասին ինչ կպատմես։ Ճիշտ է, քո բնակավայրը Գինևետն է, բայց ուզում եմ նորուղու մասին ինձ պատմես։ Ինչպիսի գյուղ է նորուղին։ Մանկապարտեզ ունի, Ահա։ Դպրոց ունի, դպրոց չունի։ ոնց չունի։ Նորուղու միջնակարգ դպրոցն է, բայց երկու գյուղերին է։ Այսինքն, հա, մենակ նորուղուն է, չի, ձերն էլ է։ Դրա համար ես ասում, չի նորուղին դպրոց չունի։ Կուզեի, որ ձեր դպրոցը կոչվեր Գինևետի միջնակարգ դպրոց, ոչ թե նորուղու միջնակարգ դպրոց։ Տարբերություն չկա։ Կարևոր տարբերություն չկա։ Իսկ հեշտ է լեզու գտնելը նոր ուղու բնակիչների հետ։ Նորուղու միջնակարգ դպրոցը 1 տարի առաջ բարերարների աջակցությամբ, Փարոս հիմնադրամի հետ համագործակցությամբ կառուցեց այս հրաշալի դաշտը։ Սպորտային դաշտը, ռետինե գորգով, եվրոպական չափանիշներին համապատասխան, ուրեմն մեր աշակերտները սիրով օրվա բոլոր ժամերին գալիս են այստեղ ֆուտբոլ խաղալու։ Ես ուզում եմ նաև շեշտել, որ ոչ միայն մեր աշակերտներն են այստեղ ֆուտբոլ խաղում, այլ գյուղի երիտասարդությունը երեկոյան ժամերին Նորուղի եւ Գինևետ համայնքների երիտասարդները հավաքում են այստեղ եւ ֆուտբոլային մրցաշարեր են անցկացնում։ Այսպես գրավել այս դաշտը մեր երիտասարդներին։ Այնպես որ ամեն պայմանները ապահովված են, որ մշակութային, սպորտային կյանքը համայնքներում ակտիվ լինի։ Գործում են բավականին շատ խմբակներ սպորտ դահլիճում, ունենք վոլեյբոլի խմբակ, ունենք բասկետբոլի, ֆուտզալի, ֆուտբոլի խմբակներ եւ նույնիսկ ուզում եմ շեշտել, որ մարզային Սևան մարզադպրոցի ըմբշամարտի խմբակը գործում է այստեղ մեր դպրոցի սպորտ դահլիճում։ Տրամադրում եք, որպեսզի Այո, սպորտային սերունդ ենք, սպորտային սերունդ ենք զարգացնում, բնականաբար ունենք բազմաթիվ սպորտային խմբակներ եւ երեխաների ներգրավվածությունն էլ տարեցտարի մեծացնում ենք։ շատ լավ է։ Շաբաթական քանի անգամ եք։ Շաբաթական 4 անգամ ըմբշամարտն է գալիս, իսկ շաբաթական 2 անգամ մյուս խմբակները։ Ընկեր Թունյան, շատ շնորհակալ ենք մեզ այսպիսի ջերմ սիրով ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ Արև ջան, որովհետև շփվեցի ձեր նման հետաքրքիր մարդկանց հետ։ Շնորհակալ եմ նաև ձեզանից։ Երկար տարիներ է, որ աշխատում եք, չէ՞ դպրոցում։ Այո, արդեն 30 տարի կարելի է ասել։ Կյանքի լավագույն տարիները նվիրել եք դպրոցին, աշակերտներին կրթելուն, դաստիարակելուն, շատ մեծ գործ եք դուք անում։ Դուք ճիշտ եք, քիչ անհամեստություն թող չհնչի, այո, 30 տարի իմ միակ աշխատանքը եղել է աշակերտներին կրթել, դաստիարակել, սովորեցնել։ Մենք ձեզ ցանկանում ենք համբերություն, առողջություն։ Շնորհակալ եմ, փոխադարձաբար։ Այո, միշտ շարունակեք լինել դպրոցում, որովհետև ձեր նման սրտացավ տնօրենների կարիք մեր կրթական հաստատությունները շատ ունեն։ Շնորհակալ եմ ջերմ խոսքերի եւ գնահատանքի համար։ Մարդ չգիտի, ծիծաղի, թե լաց լինի։ Ժողովուրդ ջան, ուրեմն ուզում էին գնայինք Նորուղու բնակիչների հետ շփվեինք, տեսա մի տատիկ այգու մեջ գործ է անում, այսպես առաջացա, մեկ էլ կանաչացած տարածք է, էլի, ով կպատկերացներ, այսպես քայլում էի, ոտքս դրեցի, մտա ուղիղ թրիքի մեջ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալություն։ Ձեր անունը ինձ կասեք։ Մանուկ։ Ուրախ եմ շատ, ես էլ Արևիկն եմ։ Ես էլ եմ ուրախ։ Պարոն Մանուկ, եկել ենք որպեսզի տեսնենք նոր ուղում մարդիկ ինչպես են ապրում, ինչ հոգսեր, ինչ խնդիրներ կան։ Ասեք գյուղը որ թվականին է հիմնադրվել։ Շատ մանրամասներ չեմ կարող ասեմ, բայց կարող եմ ասել, որ գյուղը հիմնադրվել է 1946 թվականին։ Գյուղի բնակիչները հիմնականում եկել են Եղեգնաձորի շրջանից, Չանախչի սկզբից Սովետաշեն, հիմա Զանգակատուն, իջնենք ներքև Զովաշեն, Ուրցալանջ, մի խոսքով այդ վերևի գյուղերից, Եղեգնաձորի վերևի գյուղերից։ Այսինքն Հայաստանի տարբեր գյուղերից եկել են, այստեղ հավաքվել են ու հիմնադրել են Նոր ուղի անունով
Մի գյուղ։ Սկզբից եղել է տնկարանային տնտեսություն է եղել։ Հա, Ուչխոզ է կոչվել, Ուչենի խայզայստվա։ հա։ Տնկարանային տնտեսություն է եղել։ Այսինքն ծառերը աճեցրել են, հետո վաճառել են։ Հա, տվել ենք շրջանի գյուղերին։ Հա։ Իրանք տնկել են, աճեցրել են խաղող, ծիրան, դեղց։ Նարեկ գյուղի նման։ Ապրեք, նարեկ գյուղի նման։ Ժողովուրդը աշխատել են դաշտերում սեզոնային։ Գարունը սկսել են մինչև աշուն, դրանից հետո ձմեռվա ամիսներին արտակուրտ են նստել, արտակուրտ են գնացել։ Խորհրդային միության փլուզումից հետո, երբ հողերը բաժանեցին, տվեցին ժողովրդին, դա ամեն մեկն իր բաժինը ստացավ, ամեն մեկը ինքը սկսեց իր համար զբաղվել։ Սկզբից բանջարբոստանային կուլտուրաներն էր շատ, հացահատիկ, հետո ժողովուրդը զգացին, որ հացահատիկը այդքան էլ եկամտաբեր չի, մեր մոտ հողերը ավազային են, բերքը շատ չի լինում, բերքաբեր չէ։ Սկսեցին ծառեր տնկել, խաղող, գյուղատնտեսություն, սկզբնական շրջանում գյուղում շատ էր անասուն ունեցողները։ Բա հիմա։ Հիմա համարյա կարելի ասել մատների վրա հաշվել, մի քանի հոգի են, որ անասուն են պահում են գոմում։ Ես էլ այսօր եկա եւ ընկա թերիքի մեջ։ Մի խոսքով հիմա ժողովուրդը հիմնականում զբաղվում են գյուղատնտեսությամբ, դե գյուղատնտեսությունն էլ ամեն տարի հույսով, որ մյուս տարի լավ կլինի, գալիս է մյուս տարին, ոչ մի բան լավ չի լինում։ Գյուղին բնորոշ միրգը ո՞րն է։ Ծիրանը, դեղցը, ծիրանը, որ հիմա գնաք ծառեր վերանայք, երևի չեկել ճարի։ Այս տարի լավ բերք չեք ունենալու։ Այս տարի դե եղանակն են որ հենց ծառերը սկսեց ծաղկել, անձրևը սկսվեց։ Մինչև վերջ։ Դե բնական այդքան անձրևից հետո փոշոտում չեղավ, բերքեր չկա։ Ծիրան ընդհանրապես կարելի ասել շարլախի մասնախոսքը չկա։ Մանավանդ այն արջինաբադ հապարզավոր ասում են, դրան քիչ ու մի չկա։ Դեղսն էլ էլի քիչ է։ Հիմնականում թութն է, որ ամեն տարի նման։ Հա, անկախ տարվա եղանակից, բնության, քմաճույքից թութը լինում է։ Կյանքը, որ ասեմ, խնդիրներով լիա չէ։ Հոսանքի խնդիր չունենք, գազի խնդիր չունենք, խմելու ջրի խնդիր չունենք, ոռոգման ջրի խնդիր չունենք, դե եթե պարտք չես, երբ ուզում ես կարաս ջրես։ Խմելու ջուրը 24 ժամ ունեք։ 24 ժամ, այո, ունենք։ Անցյալ տարի բոլոր գծերը փոխեցին, նորը։ Հիմա ավելի լավ է ջրի Εμβολιάζει ճնշումը։ Կողմնակիները սա վերացրին, եթե կար ով ուներ։ Հիմա բոլորը հաշվիչների տակ, ինչ օգտագործում ես դրա համար պետք է վճարես։ Պարոն Մանուկ, գյուղը փոքր է, մոտավորապես ինչքան բնակիչ կա այստեղ։ 662 ընտրող ունենք, այսօր եմ ցուցակը նայել։ Հա։ 662 ընտրող։ Ահա, ինչ եք կարծում բոլորը կգնան ընտրություններին։ Դե մեծամասնությունը կգնա։ Հա, ես էլ եմ գնալու անպայման։ Հա։ Բայց ինձ եմ ընտրելու։ Պարոն Մանուկ, իսկ դուք բոլորին ճանաչում եք գյուղում։ Այո։ Փոքրերին, մեծերին։ Փոքրերին երեխեքին դե բոլորին կարամ ասեմ չէ, բայց մեծերին բոլորին էլ ճանաչում եմ։ Իսկ որտեղ եք հավաքվում, զրուցում։ Այդպիսի տարածք կա, գյուղամեջ ասվածը կա այստեղ, տաղավարներով հարուստ։ Չէ, տենց առանցին տեղ չունենք, սրահ ունենք։ Հերոտնեստակրության, թե ուրախության այս գյուղում եկեղեցու կողմը։ Հիմնականում եկեղեցու տարածքում եք հավաքվում։ Դե շաբաթ կիրակի մարդիկ այցելում են, մոմ են վառում։ Հա, տեսանք ձեր եկեղեցին։ Տեսել եք։ Ահա, կողքնել դե սրահներ, մանկապարտեզը ստեղից արդեն էր։ Մանկապարտեզ էլ ունեք։ Հա։ Նոր են շահագործման հանձնել։ Զրոյից են կառուցել։ Զերոյից սկսել են շատ ընտիր մանկապարտեզը։ Մի խոսքով մեր գյուղին պակասում է ճանապարհների ասֆալտապատումը, մեկ էլ տրանսպորտի հարց։ Որպեսզի կարողանաք վեդի գնաք, թե Երևան։ Վեդի, Արտաշատ, Երևան, վերջը գյուղից դուրս կան ժողովուրդները։ Տեսեք, Հիմնականում այդ նոր ուղիում չկա տրանսպորտ, Գինեվետում չկա տրանսպորտ։ Լավ, դուք ո՞նց եք Երևան վեդի Արտաշատ գնում։ Ով մեքենա ունի, մեքենայով ով չունի տաքսիով։ Այդ է խնդիրը։ Շատ դժվար է։ Պետք է ունենաք վերջո տրանսպորտ, ասենք երկու գյուղ աշխարհից կտրված է։ Մինչև մեր մանկապարտեզի բացվելը երեխաներին տանում էին Տափիրականի մանկապարտեզ։ Գազ էլ կար, համայնքապետարանը տվել էր անվճար։ Ամեն առավոտ գալիս էր մեր գյուղի Գինեվետի երեխեքին տանում էր Տափիրական։ Մանկապարտեզ երեկոյան հետ էր բերում։ Հիմա արդեն որ ստեղ են հաճախում երեխաները, այս անգամ այդ գազերը գնում է Գինեվետից երեխեքին բերում է ստեղ մանկապարտեզ։ Չի գնում արդեն սովխոս Տափիրական։ Գինեվետ երեխեքը հաճախում են արդեն գալիս են մեր մանկապարտեզ։ Հա։ Շնորհակալ ենք ձեզնից շատ։ Ես էլ եմ շնորհակալ ձեզնից։ Գնանք տեսնենք էլ ինչ կա չկա նոր ուղում։ Նոր ուղեցիներ։ Ուր եք։
Նոր ուղեցիներ, ես եկել եմ ձեր գյուղ, դուք ուր եք։ Աշոտ, ձայներ եմ լսում, արի գնանք հենց այս տուն։ Եկեք ծանոթանանք միմյանց հետ։ Ես Այդան եմ, Սիմոնյան, աշխատում եմ Նորողու դպրոցում որպես խոհարար։ Կերակրում եմ 64 երեխա։ Մի քիչ պատմեմ ընտանիքիս մասին, Արևիկ ջան, ունեմ 4 երեխա, 3 տղա, 3 աղջիկ, 1 տղա, 11 թոռնիկ ունեմ, շուտով կծնվի 12-րդ թոռնիկս։ Ունեմ շատ լավ հարազատներ, շատ լավ բարեկամներ, շատ լավ հարս, լավ խնամիներ։ Հարսը Զղափանի աղջիկա, հիմա աշխատում է դպրոցում մանկապարտեզում որպես տնտեսվար։ Երկու աղջիկներս աշխատում են մանկապարտեզում դաստիարակի օգնական, դե փոքր աղջիկս էլ շուտով կունենա 3-րդ բալիկը։ Էսի իմ ընտանիքի մասին, պատմեմ մեր գյուղի մասին։ Պատմեք գյուղի մասին։ Մեր գյուղը, տես ինչպես հարևան Մանուկն ասեց, շատ լավ գյուղ է։ Շատ լավ ղեկավար ունենք, պարոն Առաքելյանը, Սևակ Առաքելյանը։ Մեր գյուղի համար ամեն ինչ արել է իր ուժերից դուրս, թե լուսավորությունն է ապահովել Արևիկ ջան, թե գազաֆիկացրել է բոլոր փողոցներով մեկ։ Մանկապարտեզը իր շնորհիվ իրան է պատրաստվել, որովհետև ես մանկապարտեզում աշխատել եմ արդեն 25 տարի, այդ մանկապարտեզը լուծարվել էր։ Պարոն Առաքելյանի շնորհիվ, ինչու՞ չէ մեր Պարոն Փաշինյանի շնորհիվ, Գարիկ Սարգսյանի շնորհիվ մեր գյուղում պատրաստվեց մանկապարտեզ։ Հիմա մանկապարտեզում 60 երեխա է հաճախում։ Մնում է, որ մեր գյուղի ասֆալտապատումը խոստացել են 27 թվին, որ կարվի։ Դե մեր գյուղը ստեղծող, արարող մարդիկ են ապրում, բոլորն էլ։ Հիմնականում զբաղվում են Մանուկն ասեց հողագործությամբ, դե այս տարի որ բեր չկա, թութն ասեց շատ լավ զարգացած։ Թութը ծիրանը։ Թութը ծիրանը, դե թթի հիմնական մասը դուրս է գալիս Ռուսաստան, արտահանվում է։ Փառք ասու, լավ ժողովուրդ են, չենք դժգոհում։ Բայց գյուղում այժմին մարդ չկա։ Որովհետև հիմա աշխատում են։ Դաշտերում են։ Հիմնականը դաշտերում էս տարի այդքան չէ, մեր մոտ այդքան, ասենք, բանջարային բաներ չեն դնում, ժողովուրդը հիմնվել են այդ ծառների վրա, չէ, պետական աշխատում են։ Մանկապարտեզում համարյա մի 15 աշխատող կա, դրսում են աշխատում, օրինակ իմ տղան դրսի ջերմոցներ են հավաքում։ Մեծ պետության կողմից դեն շահած ջերմոցներ են հավաքում։ Արձակուրդ եք արդեն։ Ամսի 22-ից արդեն կնստեմ արձակուրդ։ Մինչև Սեպտեմբեր, հա։ Ինչ լավ է, ձեր բախտը բերում։ Հա։ Այն ուսուցիչների տնօրեն բախտը չի բերում։ Չէ, շատ լավ տնօրեն ունենք, ընկեր Թունյանը, շատ լավ, բոլոր աշխատողներին շատ լավ միջամտում ամեն հարցում, թե հոգեպես, թե ամեն հարցով օգնում է։ Տիկին Այդա, նոր ուղում կա հատուկ ճաշատեսակ, որը հենց այս գյուղին է բնորոշ։ Ձեր գյուղի ավանդական ուտելիքը օրինակ։ Մեր գյուղի ավանդական ուտելիքը հիմնականում է տոլման է, հարիսան, որ հիմնականում դնում են։ Դե դրանք են էլի։ Ավանդույթներ կան, որ այստեղ պահպանում եք։ Հա, բա իհարկե, ջանգյուլումը, այս վերջերս իմ թոռնիկները խաղացել են ջանգյուլում։ Ամեն տարի այդ ջանգյուլումը միշտ խաղում են երեխեքը, հավաքվում են մեր բանը, ներքևը, ասենք այդ իրաց հավաքած եղածով, գումարով, ասենք դրսից բան են պատվիրում։ Նստում են երեխաներն ուտում ուրախանում են։ Մի հատ երգը հիշեք ջանգյուլումից։ Գագուլ ջան, հլասա, ջանգյուլում ասեմ ու պարեմ, ջան, ծաղիկ, ջան։ Եկ Ջանգյուլում ջան, չտվողը ամանչի, ջանգյուլում ջան։ Թորնիկ ծեր խաղում։ Խաղացին, երեխեքը իրանք ձևով ուրախացրին բոլորին։ Իդեպ մենք այս կիրակի հաղորդում ենք ցուցադրելու Արարատ TV-ով, գնացինք Այգեզարդ գյուղում, մասնակցեցինք ջանգյուլումի տոնակատարությանը։ Այգեզարդում կորիզ երիտասարդական կենտրոնը կազմակերպում է այդպիսի տոներ եւ երեխաներին սովորեցնում են։ Շատ լավ։ Ազգային տարազներով, ամեն ինչով։ Մեր գյուղում էլ կա պարի խումբ, շատ լավ, երեխաներ հաճախում են պարի, նկարչական խմբակ կա, հա, այդ լավ զարգացած է մեր գյուղը։ Ես չգիտեմ, ճիշտ է, ինքը այն որ ասում են
Փոքր գյուղ է, բայց հոգով շատ մեծ է մեր գյուղը, շատ։ Իմ թորնիկս մի 5 տարի գնացել է Պարի, հետո Պարից դուրս եկավ նկարչական է։ Ես կցանկանամ, որ նոր ուղու եւ Գինևետի բնակիչների համար տրանսպորտ հատկացնեն, որպեսզի ձեր կապը թե Արտաշատի, թե Երևանի հետ ավելի ամրապնդվի։ Գարիկ Սարգսյանը խոստացավ Նիկոլ Փաշինյանը, որ եկավ մանկապարտեզի բացմանը, Գարիկ Սարգսյանը խոստացավ, որ գյուղում այդ տրանսպորտի հարցը կլուծվի։ Աստված տա։ Հա։ Ամեն օգոստոսի 5-ից երթուղային ցանցը փոխվելու է Արարատի մարզը, ուրիշ ընկերություն է սպասարկելու։ Տեսնենք, միգուցե ունենանք։ Կունենանք։ Լավ ղեկավար ունենք, այդ հարցներ կլուծի Արևիկ ջան։ Ամեն ինչը ղեկավարից է կախված, փառք Աստծո, մեր ղեկավարները շատ լավն են, չենք դժգոհում։ Մենք մենակ ուզում ենք, որ մեր հայրենիքի բոլոր բնակավայրերում խնդիրներ չլինեն, Չէ, մենք չունենք։ Բոլոր հարցերը լուծվեն, մարդիկ հանգիստ ապրեն։ Արևիկ ջան, մենք այդ խնդիրը չունենք, փառք Աստծո։ Հիմա ես ուզում եմ իմանալ, նոր ուղում հարևանություն անելը ինչ վիճակում է։ Հարևանների հետ ունեք, չունեք։ Հիմա տես Արևիկ ջան, մեր գյուղում այդ շփումը շատ լավ է։ Եկեք գնանք ձեր հարևանի տուն միասին։ Տես գիտես մեր մոտ հարևանությունը Այսօր առիթ է իմ տան մեջ, հարևաներով հավաքվում են, գալիս են իմ տուն, թե ուրախություն, ասենք տխրության դեպքում, միշտ մեզ մոտ այդ կապը շատ լավ է, շատ Արևիկ ջան։ Դե հենց հիմա գնում ենք ձեր Ռուսաստանից եկած հարևանուհուն անակնկալենք ենք։ Գնացինք Արևիկ ջան։ Գագիկ, ես ուզում եմ մի քիչ քո ծրագրերի, նպատակների մասին ինձ պատմես։ Ուզում եմ դառնալ ատամնատեխնիկ, Այդքանը։ Ուրիշ նպատակներ չունես քո կյանքի վերաբերյալ։ Օրինակ մեծանաս, լավ մարդ դառնաս պետության համար, լավ հայր լինես քո երեխաների համար, լավ ամուսին քո կնոջ համար։ Այո, ուզում եմ։ Այս նկարը իմ քույրիկի կողմից ձեզ։ Գայանեի կողմից։ Այո։ Գագիկը այս նկարը նվիրում է ինձ։ Շնորհակալ եմ շատ։ Խնդրեմ։ Գագիկ, բայց այսպեսով մեր հարցաքննությունը չի ավարտվում։ Ես քեզ այլ հարցեր ունեմ։ Դու ունես հավանած աղջիկ։ Չէ։ Չէ։ Անկեղծացի իմ հետ ոչ մեկին չեմ ասի։ Լավ։ Ոչ մեկին չես հավանում դեռ։ Չէ։ Ինչու։ Մեծ չեմ լավտի։ Դեռ մեծ չես, հա։ Բայց ինչ ես կարծում, քո կողքին ինչպիսի աղջիկ է լինելու ապագայում։ Լավ, գեղեցիկ, սիրուն, հարգանքով, կրթված։ Առաջնային ինչին ես ուշադրություն դարձնելու։ Գեղեցկությանը, նրա գիտելիքին, ապսինը լավ լինի, մեծերին հարգի։ Իսկ դու մեծերին հարգում ես։ Այո։ Օրինակ դա ոնց կապացուցես հիմա։ Որ տեսնում ես օրինակ տատիկները, պապիկները ձեր գյուղի ծանր իրերով քայլում են։ Նրանց ասում ես եկեք ձեզ օգնեմ։ Հա, ասում եմ։ Կամ եթե տրանսպորտով ինչ որ տեղ ես գնում ու տատիկ պապիկ են բարձրանում, դու նստած ես լինում, զիջում ես քո տեղը։ Հա, պարտադիր է։ Ապրես։ Բա տեսնում եք նոր ուղում ինչպիսի բալիկներ են մեծանում։ Միշտ այսպես լավը եղեք։ Այո։ Վայ, ապրեք դուք, ես ինչ բարի եք։ Արևիկ ջան։ Հա, ժողովուրդ ջան, տիկին Այդան ասց Արևիկ, վեր բոթասներդ մի հատ գցենք լվացքի մեքենայի մեջ, լավանանք։ Թե չի աղջիկ ջան, մեղ քեզ դու։ Հիմա տիկին Այդա գնում ենք ում տուն։ Գնում ենք մեր շատ սիրելի հարևանուհու տուն, մեր բարեկամի տուն Արևիկ ջան։ Լուսինեից տուն։ Լուսինեից տուն։ Ահա։ Պետքա ձայն տանք։ Տեսա դուրը տուկ կանեն, լուսինեն կբացի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, համեցեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, համեցեք։ Ահա։ Եկել ենք տեսնենք ոնց է հարևանություն անում։ Շատ լավ։ Շատ լավ։ Հարևան ենք, բարեկամ ենք, քույրիկներ ենք, Արևիկ ջան։ Կարողություն կա մեր մեջ։ Չկա։ Մեր մեջ ամեն ինչը հավասար, տնտես հավասարպես։ Մեր հարևանությունը շատ լավ հարևանություն է։ Համախմբված, ամեն առիթներին մասնակցում ենք իրար հետ։ Թե ուրախություն, թե տխրություն։ Ինչեւ հարազատը կհասնի, հարևանը ավելի շուտ է հասնում, չէ՞։ Ժողովրդական ասացված կա։ Ճիշտ է։
Համեցեք։ Նստենք։ Լուսինե ջան, դե դուք էլ ձեր մասին պատմեք։ Տեղեկացանք, որ Հայաստանում չեք ապրում։ Հա, ժամանակավորապես էլի։ Դրսում ենք ապրում, բայց գնում ենք, գալիս ենք, Բայց խոստովանեք, որ մեր հայրենիքը ամենալավն է։ անպայման ամենալավն է։ Որ գնում եք օրինակ Հայաստանից ամենաշատը ինչն է կարոտում։ Գյուղը, հարևաններին, բարեկամներին։ Բոլորին էլ կարոտում եմ։ Հողը, ջուրը, տանը, հարևաններիս շատ եմ կարոտում։ Որ արդեն գալիս եք, ում եք ցանկանում ամենաառաջինը տեսնել։ Հարևաններիս։ Դուք նոր ուղուց եք հենց։ Ամուսնացել եմ այս գյուղում։ Ահա, իսկ որտեղից եք արմատներով։ Ես Արտաշատից եմ, Կանաչուտ գյուղից։ Օ, Կանաչուտում եղել ենք։ Գիտեմ։ Շատ լավ գյուղ ունենք։ Այո, շատ լավ գյուղ ունենք։ Գիտեմ։ Բա դուք տիկին այդա։ Ես ծնվել եմ այս գյուղում, ամուսնացել եմ այս գյուղում։ Ահա։ Այստեղ էլ ապրում եմ։ Վաղ չվիճակվեցեք, ուրիշ գյուղ գնալ տեսնել։ Չէ, ես այս գյուղից եմ։ Բայց ուրախացաք, որ Լուսինեն եկավ։ Բա իհարկե, մեր Լուսինեն դաշնակահար, կանոնավոր, շատ լավն է մեր Լուսինեն։ Այո, շատ ենք ուրախացել։ Բա իհարկե։ Շատ լավ, ուրեմն առաջարկում եմ խմենք Լուսինեի վերադարձի կենացը։ Ահա, հարևաններով հավաքվել ենք, նշենք։ Ու Հայաստանի ժողովրդին, ովքեր որ այժմ Սփյուռքում են, կոչ անենք, որ բոլորը վերադառնան հայրենիք, միասին շենացնենք մեր երկիրը, ու այնպիսի երկիր դառնա, որ չմտածենք օտար երկրներ գնալու, աշխատելու մասին։ Պայման։ Ահա, Գագիկին չենք տա գինի։ Բայց Աշոտին կտանք։ Գագիկ կանգնի, ոտքի։ Թե սուկ կտանք։ Խմենք մեր գյուղի բարգավաճման համար, ավելի ծաղկի, ավելի գեղեցկանա եւ ամենակարևորը աշխարհի խաղաղություն լինի։ Մեր երկրի ներսում էլ համերաշխություն լինի։ Ուզեմ, որ մեր երկրում մարդիկ բարյանան, բերեմ որ բարի մարդ ես, չէ՞ տեսնում։ Զարմանում ես, ոնց ձեր մեջ բարություն կա։ Կա, Կա, այս գյուղում կա, այս գյուղում այս շատ լավ գյուղում կա։ գյուղ է ինքը։ Հա, ես դա նկատեցի։ Համախմբած շատ լավ գյուղ է։ Եթե ուզում եք նոր ուղի, եկեք նոր ուղի։ Այո։ Անպայման։ Լավ լինենք։ Ինչ փոփոխություններ կցանկանայիք այստեղ տեսնել։ Արդեն տեսել եմ ամեն ինչ կա գյուղում։ Ահա։ Մանկապարտեզը, սրահը, եկեղեցին։ Իդեպ, մենք եկեղեցու մոտով անցանք, բայց չգիտեինք ով է եկեղեցին կառուցել։ Ինֆորմացիա ունեք։ Այո, եկեղեցին ամուսինս է կառուցել։ Ձեր Այո, իմ ամուսինը։ Ձեր հարազատ ամուսին։ Այո։ Միակ ու անկրկնել։ Այո։ Եկեղեցու մեջ եթե մտած լինեիք, Մտել ենք, դրան վրա գրած է, չէ, որ պատրաստվել է Տեր եւ Տիկին Լուսինե եւ Սեդրակյանների կողմից։ Հայմերը գալիս էր ու Պատի վրա։ Եկեղեցու անունը ինչ էր։ ամենափրկիչ։ Սուրբ ամենափրկիչ։ Սուրբ ամենափրկիչ, այո։ Գյուղի միակ եկեղեցին Այո, է, այո։ փոքր եկեղեցի էր, մենք Այո։ որ դուրը բացեցինք, երաշտություն էր։ Այո։ Ներսից գալիս, ճիշտ ենք մտել։ Ճիշտ եք Ձեր մտել։ ամուսնու կառուցած Այո, եկեղեցին ամուսնու է։ կառուցած եկեղեցին է։ Ինչպես եղավ, որ նա որոշեց իր գյուղում եկեղեցի կառուցել։ Դրսից հյուրեր ունեինք Գերմանիայից, հյուրերից տարանք Էջմիածին եկեղեցի ու այնտեղ միտքը առաջացավ եկեղեցին կառուցելու ու գյուղում ունենք շատ լավ հովիվ, հոգևոր Արտակը ինքը առաջարկեց, որ գյուղում խնդրում եմ էլի կլինի կառուցեք գյուղում եկեղեցի, որ ժողովուրդը գա ու իր նպատակները, ցանկությունները ի կատարածի ու ամուսինս կառուցեց եկեղեցի։ Ապրեք դուք, բայց այդ եկեղեցում հնարավոր է պատարակներ իրականացնել։ Այո, հնարավոր է։ Եվ կնունք, եւ ծնունդ, եւ հարսանիք, ամեն ինչ հնարավոր է։ Ինչ լավ է, ինքն շատ դուր եկավ, փոքր էր, բայց շատ լավն էր, որ խոսքեր չկան ասելու։ 44 օրյա պատերազմի ժամանակ Արևիկ ջան, եկեղեցին լիքն էր ժողովրդով, լիքը ամեն օր, ամեն գիշեր, աղոթքներ, հավաք, խնդրես, այո, ինքը անպայման կատարում է։ Շատ զորավոր է։ Ճիշտ ասած, ես երբ որ մտա այդ եկեղեցի, խնդրեցի, ասի Տեր Աստված, խնդրում եմ էլի, այնպես արա տրամադրությունից բարձրանա ու գնանք լավ մարդկանց հանդիպենք։
Ու հանդիպեցիք։ Լավ մարդկանց հետ շփվենք։ Կշփվեք, նորողում շատ բոլորը շատ լավն են։ Ու տեսակ, իրոք որ զորավոր է, Աստված կատարեց։ Այո, շատ զորավոր է։ Ասում դու խնդրի, ես քեզ կտամ։ Ու եթե մեր հայ ազգը աստվածասեր դառնա, հանցագործությունները չեն քանի այլևս։ Ճիշտ է։ Շնորհակալ ենք ձեր ամուսնուց, որ Մենք էլ ձեզանց ենք նոր շնորհակալ։ ուղի գյուղը իր շնորհիվ ունի եկեղեցի։ Խանութներ ունեք։ Հա, ունենք։ Չէ, այս Փոքրիկ խանութներ են, բայց լավ է։ Գյուղի համար շատ լավ է։ Գնացել ենք Արևադաշտ գյուղ, Արմավիրի մարզում գտնվող մի հատ խանութ չկար։ Մթերային մի հատ փոքրիկ խանութ չկար, պատկերացրու։ Չէ, մեր գյուղում կա փոքրիկ խանութ։ Այդպիսի գյուղեր էլ ունենք, որ աշխարհից քիչ չի կտրված է, խանութ էլ չունեն։ Պետք է գնան հոկտեմբերյան հասնեն, որ առևտուր անեն այդ խեղճ մարդիկ։ Իդեպ շատ համեղ ջրեր եք պատրաստում։ Անուշարեք, համտեսեք։ Անուշարեցինք, ապրեք դուք։ Աշո դու կփորձես։ Եթե չփորձես, մնալու ես Լուսինե քուրիկեն ստանը։ Քեզ հետս չեմ տանելու։ Թթի սեզոնակ աշխատես աշրջան։ Աշխատացնենք։ Ոնց արդեն թթի սեզոն է։ Մարտի կարվրում է թութ, հեսա։ Մի շաբաթից հա։ Թափելու եք։ Չէ, մենք բոլոր Ռուսաստան ենք ուղարկում թութը։ Ոնց եք անում։ Ասենք, Բիրուկը։ կա որ- Ֆոնները փռում եք, մեկը բարձրանում է ծառի վրա։ Չէ, հիմնականը ասենք Ռուսաստանին քաղում են, Հավաքում են։ ներքևներից աստիճան են դնում, տենց հավաքում են ամանների մեջ։ Պետք է մանրակրկի։ Այո, Աշխատողներ ենք բերում, աշխատողները Բայց հավաքում մենք ընդհանուր թափ ենք տալիս, դոշաբ ենք պատրաստում։ Մենք էլ ձեզանից շատ շնորհակալ ենք Արևիկ ջան, ձեր լավ վերաբերմունքից, մեր օպերատոր Աշոտից, Լավ երեխա է։ ավելի բարձր Պետեցի։ գործել ձեզ, հա։ Մեզի կապած է, էլի։ Աշոտին էլ չի հյուրասիրենք, ուտի։ Արևիկ դու որտեղից ես։ Ես Տավուշի մարզից եմ արմատներով, Հա, բայց որտեղ ես ապրում։ բայց Երևանում եմ ապրում, արդեն 12 տարի։ Բարև ձեզ, Բարև ձեզ։ ինչպե՞ս եք։ Լավ Փարքաստու, նորմալ։ Ձեր անունը ինչ է, ինչպես ձեզ դիմել։ Սենիկ Առաքելյան։ Ուզում ենք ձեզ ճանաչենք։ Տեսնենք կյանքը այստեղ ոնց է անցնում ընդհանրապես։ Ես ասեմ ձեզ այսպիսի մի բան։ Մասնագիտությամբ գյուղատնտես եմ, ավարտած, աշխատել եմ նախկինում։ Հիմա զբաղվում եմ մենատնտեսությամբ։ Այս գյուղի բնակչությունը զբաղված է իրենց տնտեսությունների զարգացմամբ։ Գյուղատնտեսությամբ են զբաղված, որը ունի խաղի ագի, որը ծիրանի ագի, որը բանջարեղեն է մշակում։ Չնայած բանջարեղենը շատ դժվար է մշակությունը մեր գյուղում, բայց հիմնականում զբաղված են պտղաբուծությամբ։ Ընդհանուր առմամբ հոգսերը բոլորն էլ ունեն։ Յուրաքանչյուրը իր անհատական ընտանիքում։ Տեսնում եմ, որ գեղեցիկ մանկապարտեզ են Շատ գեղեցիկ է, առաջինը ես եմ այցելել այստեղ, շինարարության ժամանակ իմ թորնիկի հետ, Տիգրանիս հետ, եկել եմ Տիգրանին տուն տանեմ, ես գովաբանել եմ եւ շատ ուրախ եմ, շատ անչափ ուրախ եմ։ Եվ մի փոքրիկ կանխազգացում ունեմ, որ դուք մոտենալու եք ինձ։ Այո։ Ոնց։ Դա ես 2009 թվականից եմ դրա մեջ եւ մինչեւ հիմա։ Ինչ կանխազգացում ունեք մեր երկրի վերաբերյալ։ Լավ կլինի ամեն ինչ։ Մեր երկրի վերաբերյալ ես կարող եմ այսպես ասել, եթե մեր ազգաբնակչության 70-80%-ը թեքվի դեպի Աստծո կողմը եւ կատարի Աստծո պատվիրանները, քանզի պատվիրանները իմանալով դա դեռ չի նշանակում, որ ինքը Աստծո կողմն է, դա շատ քիչ է։ Կատարի Աստծո խոսքը իրոք սրտանց եւ հավատքով, ահա ես կարծում եմ, որ այս երկիրը կայանա, այս երկիրը կզարգանա եւ այս երկիրն ամբողջ աշխարհի պետությունները կճանաչեն եւ հաշվի կնստեն իր հետ։ Ուզում ենք իմանալ ձեր անունը ինչ է։ Լենա Հարությունյան։ Դուք տիկին Լենան եք։ Հա, Քանի տարեկան եք։ 87 չեմ անում, 9-10 Որտեղից եք եկել հարս։ Ագևանից։ Հա։ Ես Ագևանից զգոմի։
Կյանքը ոնց է անցնում ձեզ համար։ Շատ լավ է, շատ էլ լավ է։ Ինչով եք զբաղվում ազատ ժամերին։ Ինչով զբաղվում եմ, նստած ժամանակ անցնում եմ։ Հեռուստացույց եք նայում։ Հա, ծաղոր բաններ են։ Ես միշտ էլ տենում եմ, ասում ես լավ աղջիկն է գելի։ Ինը հարցից եմ ասում ես լավ աղջիկ ասում։ Ամեն անգամ միացնում քեզ եմ նայում։ Ամեն անգամ նոր ուղիում Արևիկին են նայում։ Հա։ Այսօր էլ եկանք նոր ուղի, որ ձեզ տեսնենք։ Լավ արեցիք։ Գնանք մի բաժակ կոֆե խմենք։ Այ ապրեք դուք, մեր գնալու ժամանակն է արդեն։ Ինչով է գնան։ Աշոտի հետ կգնանք։ Ոտով։ Չէ, ավտո ունի։ Ավտո ունի ինքը։ Ես ավտոբուսով կգնամ Երևան, ինքն էլ իր ավտոյով կգնա Վեդի։ Վա, տատի ջան, առողջականը լավ է։ Լավ է, յոլայթ մեկ էլի։ Առողջ եղեք, լավ եղեք։ Էլ նորն ինչ է առողջ ենք։ Վատեն բանը ծնցեր է մեր։ Չէ, նոր է սկսվում կյանքը։ Սև ցավը անում գլորը կյանքը։ Կյանքը սկսվում է 80-ից հետո։ Հա, անկեղծ։ Ինչ լավ բան է սարը եկերես, իսկ ման եմ անում, էլի դոշ չեմ տենում, իսկականից եմ տենում, տելեզրում նայում բան չեմ հասկանում։ Այսօր եկա որ բան հասկանա։ Այ լավ արեցի, ամեն օր կամար է, ամեն օր։ Ամեն օր գալ ենք նոր ուղի, Աշոտ, Լենա տատին այցելության։ Եկեք, ասում ես թանգ մի բաժակ կոֆե խմենք եկեք գալի։ Հետո կգանք, կոֆեն պահենք, որ մյուս անգամ գանք խմենք։ Վայ։ Ասենք գնանք Լենա տատին մեզ կոֆե ա խոսք տվել։ Անդեղ տես ասեց ծանոթ աղջիկը, վրա ճանաչ է ներեխեդ որ ընդեղ մաներ։ Ասեց ծանոթ է աղջիկը, ես որտեղ եմ տեսել։ Դու նասա տելևիզորի մեջն եմ տեսել։ Լենա տատի, ձեզ ասել են, որ շատ գեղեցիկ աչքեր ունեք։ Իմ աչքերը, սևեկավ աչքերի վրա։ Ինչի։ Ինչ աչքը։ Շատ սիրուն է։ Էլ աչքը։ Շատ գեղեցիկ է։ Որ բանել ունեմ, ճշում էլ ունեմ, լավ չեմ զգում ինձ։ Ամեն օր դեղ եմ խմում, ամեն օր դեղ եմ խմում։ Ես ձեզ խորհուրդ կտամ, որ շատ չներվայնանաք, ամեն ինչի նայեք ժպիտով, ամեն ինչին թեթև նայեք ու ձեր ճնշումը ոչ կբարձրանա, ոչ էլ կիջնի։ Աստված ջան, Աստված գոյանից, Աստված ջան, ես աղջկայանից։ Ճիշտ եմ չի ասում։ Շատ։ Ինչ լինում է այսպես թեթև նայեք։ Ժպտացեք, վատ բան ալինում ոչինչ, էլի ժպտացեք, այդքան ներս մի գցեք, ներս եք գցում, նեղվում եք։ Այդ ճշումը դրա համար է բացանը։ Վայ Աստված ջան, իսկ լավ է, իսկականից տեսա քեզ ջան։ Fnet Telecom-ը առաջարկում է գերարագ ինտերնետ կապ, բազմաթիվ հեռուստաալիքներ, F-Time հարթակը, մի շարք խելացի լուծումներ, ավելի ապահով կյանք ունենալու համար։ Մանրամասների համար կարող եք զանգահարել 8988 հեռախոսահամարով կամ այցելեք ընկերության պաշտոնական կայք fnet.am։ Այս տունը չեք վաճառի։ Չէ։ Հետո հա, սենց ենք բարձրանում։ Աշոտ, դու ներքևն ես, ես վերևը։ Տեսնում ես, ինչքան եմ քեզնից բարձր։ Այսպիսի մի խոսք կա, չէ՞։ Երբ որ աստիճանները բարձրանալիս լինես, մարդկանց բարևի, որ հանկարծ ներքև ընկնես, ահա, մարդիկ քեզ հիշեն, էլի։ Ահա։ Արակս ինչ կցուցանե։ Ես հիմա ձեզնից վերևում եմ գտնվում, բայց փառքը ինձ չի տարել, մնացել եմ մարդ։ Տեսնում եք Սերյոժա Սեթրակյանը ինչ լավ ձեռքեր ունի։ Նրա շնորհիվ իրենց տան բակը գեղեցկացել է այս տնակով։ Ծառի վրա տուն են ստեղծել, այստեղ մարդիկ գալիս են, նստում են, սուրճ են խմում, հանգստանում են, Արարատի մարզով են հիանում, նայում են կարմիր սարին, այո, ու կյանքը հիանալի է անցնում նոր ուղու բարձունքում։ Էնպես որ եթե գաք նոր ուղի, անպայման կայցելեք այս հյուրընկալ օջախ, կբարձրանաք այս տնակի վրա ու կտեսնեք ինչքան սիրուն է այստեղից տեսարանը։ Աշոտ, հիմա ուզում եմ մեր հեռուստադիտողներին եւ հետևորդներին բարի գիշեր մաղթել նոր ուղի բնակավայրից։